Տիկին Վարդանյան, ինչու պետք է փողոցային պայքարի դուրս գան մարդիկ, եթե անգամ եկեղեցու հայտարարությունն են համարում շատ անատամ ու ոչինչ չասող։ Բոլորը խոսում են այն մասին, որ թե ընդդիմությունը, թե եկեղեցին անում են հայտարարություններ զուտ հայտարարություն անելու համար։ Արդյոք ժամանակը չէ հստակ գործելու, ու արդյոք եկեղեցու հայտարարությունը ձեզ համար այդքան բովանդակային էր, որքան դուք ասացիք, որ սատարում եք, բայց այդ բովանդակությունը կար, որին սատարում եք։ Ես կարող եմ հասկանալ բոլոր մեր քաղաքացիների զայրույթը, իրավիճակով պայմանավորված, նաև այս աննախադեպ արշավի պարագայում, որ շուտ հնարավորինս արագ լուծումներ են փնտրում, բայց պիտի հասկանանք նաև ինչ կառույցի հետ գործ ունենք, պիտի հասկանանք նաև, որ վստահաբար Գերագույն հոգևոր խորհուրդը սթափ է գնահատել իրավիճակը եւ հաշվի առել նաեւ բոլոր ռիսկերը, որոնք կան, առկա են եւ նաեւ բոլոր են հավանական զարգացումները, որը հենց այս իշխանությունները կուզենային, որ այդպես ընթանա։ Ընդհանրապես կարծում եմ հայ առաքելական եկեղեցու դեպքում եկեղեցու մասին խոսելուց հատկապես երբ հոտի անդամ ենք, պիտի որդիական խոնարհությամբ մոտենանք պատգամներին, որոնք հնչեցնում են։ Արագ փոփոխությունների պահանջը միանգամայն հասկանալի է, հասկանալի է նաև պահանջը, որ հենց հիմա լինեն գործողություններ, դրանք այս տարիների ընթացքում եղել են, մեր քաղաքացիները հնարավորություն ունեցել են մասնակցելու, վստահ եմ, որ առաջիկայում էլ լինելու են եւ մեր քաղաքացիները ելի հնարավորություն ունենալու են իրենց դիրքորոշումը արտահայտելու։ Եթե մեղադրանքը այն է, որ ընդդիմությունը այդտեղ պիտի ունենա գործուն մասնակցության, ես լրիվ ընդունում եմ այդ մեղադրանքը, դա ճիշտ է, դա ռացիոնալ մոտեցում է։ Փողոցային պայքար հնարավոր է այս ալիքի վրա նախաձեռնել։ Եթե մենք նախաձեռնող լինենք, անպայման դրա մասին կլինի հայտարարություն։ Ես կարծում եմ, որ արձագանքը պետք է լինի համարժեք եւ եթե իշխանության հաշվարկը այն է, որ ինչպես բանակին 2018-ին թիրախավորելով հեղինակազրկելու են եւ հնարավոր են դառնալու բանակի կազմակերպումը հնարավոր են դարձնելու, այս դեպքում իրենք սխալ հաշվարկ են անելու, որքան իշխանությունը ուժեղացնի արշավը եկեղեցու դեմ, այնքան հանրային մոբիլիզացիայի ականատես լինելու դա իմ համոզում է։